Սիրելի ժողովուրդ, Քրիստոս հարյավ իմերելոց, որ ինչ կապված է Քրիստոսի հետ, միայն դա մեզ ճշմարիտ ուրախություն պարգևում մեր հոգիների և սրտերից ներս։ Բայց հակառակ դրան աշխարհը միշտ տանում է այնտեղ, որտեղ հոգու համար տխրություն է, վհատություն է, հիվանդություն է, որպեսզի մեզ գցի մեղքերի մեջ այդ աշխարհը և կտրի Քրիստոսից։ Երեմիա մարգարեն, որ նայում ես մարգարեների կյանքը, Եսային, Երեմիան, մյուսը, Եզեկիել, Դանիել, որքան հալածվեցին այդ աշխարհի կողմից, որ Քրիստոսի Աստծո խոսքն էին քարոզում, և բոլոր ազգերին, օրինակ Երեմիա մարգարեն համարվում էր բոլոր ազգերի մարգարե, որտեղ այդ ազգերի մասին բոլորին մարգարեություններ արեց, Աստծո խոսքը փոխանցելով, որ սենց կլինի, կպատժվեք, եթե չդարձի չգաք։ Հետաքրքիր մի նախադասություն ունի մարդիս մեջ ամենախորամանկը ասում է սիրտն է և ապականված։ Եվ միայն սրտերը քննողը Աստվածն է։ Քրիստոսն է, որ սրտերը երիկամունքները քննում է մարդու, և հետաքրքիրն նա է, որ ասում է, որ ինքն է քննում սրտերը, տեսնելով մեր սրտերը ապականված և խորամանկ ինչ ցանկություններ ունի, ասում է, ըստ ձեր սրտերի ցանկության ձեր ճանապարհները ես տալիս եմ։ Այսինքն, եթե ամբարիշտ կյանք ենք ուզում, մեր սրտերում ծածուկ, բայց ցույց չենք տալի մարդկանց, բայց Աստված տեսնում է, և այնպես անում, դե գնա այդ ճանապարհով։ Նայում է մեր սիրտը ինչ է ուզում, այդ ճանապարհը ինքն է տալիս։ Եվ նաև դրա պատուղները էլի նայելով նորից այդ ճանապարհը Տերն է մեզ տալիս, որտեղ բոլոր գրքերում կա, թե երկրորդ օրինաց գրքերում, թե Ղևտացոց գրքերում, երբ որ օրենքները տալիս էր մարդկանց, որ ինչպես ապրեն, միշտ տալիս էր, որ ես երկու ճանապարհներն են։ Կա ճանապարհորինության ճանապարհ, որ երբ որ լսեք ինձ իմ պատվիրանները կատարեք, պահեք սրբության, կգաք հավիտենական օրհնությունների գիրկը, և կա կործանման ճանապարհը, որ անեծքի, նզովքի և վերջնական կործանման ճանապարհն է։ Եթե տենց անեք, ամբարիշտ կյանքով ապրեք, գալու եք այստեղ։ Հիմա նայենք, բոլոր դարերը նույնն են, ոչ մի տարբերություն չկա, բոլոր դարերում թե պատերազմներ են, թե սպանություններ, դեր Ադամի որդիներից սկսված, որ ընդամենը մի 2-3 մի քանի հոգի էին, բայց եղբոր սպանեցել։ Դա էլ իր հետևանքներն ուներ, ինչու Կայենը տենց մեղավոր ծնվեց, եթե էլի մեր հայրերից բացատրում են, որ Ադամի Եվայի մեղքի պատճառով ծնվեց առաջինը Կայենը, մեղքի մեջ ընկան իրանք, դրա համար Կայենը ծնվեց։ Եվ հետո նորից շատ գրքերում շատ տեղեր կա, ծնողների մեղքի պատճառով երեխաները ծնվում են թե թերի մտածողությամբ, պակասամիտ են լինում, նամանավանդ շնացողների երեխաները։ Եվ տենց մեղքը սկսում է իր այդ ոստայնը գործել, Սարդե ոստայնի նման, որ բոլորին բռնի այդ մեղքի ականները, և դրա համար Աստված բոլորի համար իր խոսքը տվել է։ Եթե սա անիծյալ լինի, եթե գնում ենք այսպես նզովյալ լինենք, ատելի ենք Տիրոջ համար, զզվելի ենք Տիրոջ համար, եթե գնում ենք այսպես, սա ինքը արդար է անում, նախորդ տալիս է, ընտրեք։ Ինչպես ծնողները երեխաներին են դաստիարակում, չէ, որ սա չար է, մի արեք, սա բարի է,
բայց իցավ սրտի այսօր ծանոթներ կան, որ ընդհակառակը մի բան էլ չարն է սովորացնում երեխաներին, թե ոչ միայն ընտանիքում, այլ նաև թե պարտեզներում, թե դպրոցներում, թե բարձրագույն ուսումնական հաստատություններում, դա չեմ ասում արդեն իշխանական շերտերում, որ քարոզչական մեքենան իրենց ձեռքին է, թե եթերը և ինչ ասես չեն տարածում, այսօր ամբողջ աշխարհում դա է տիրում, հիմա Քրիստոս հայրյաֆի մեռելոց ինքը բացեց հարության դուռը, տեսեք խորհրդավոր քարը, հրեշտակները քարը քաշեցին, մեծ քար էին չէ դրել, որ ոչ մեկ չկարողանան բացեն, այդ քարը քաշվեց և Քրիստոս հարության իր լույսը տարածեց, եթե առանձին մենք նայենք մեր ներսերում, այդ քարը մեր մեղքերի քարն է, որ այդ մեղքի մեծ քարը փակել է, որ չի թողում մենք հարություն առնենք, մինչև այդ մեղքերի քարը չվերացնի, Աստծո հրեշտակները հանեն, բայց երբ տեսնում է այդ մեր սիրտը խորամանկ, եթե տեսնում է սիրտը մաքուր է, ինքը ուզում է, որ մեղքերից ազատվի, այդ քարը հանում է, ու մենք այդ հարության լույսով ապրում ենք, և չենք վախենում էլ ոչ ոքից, ոչ այս աշխարհում, ոչ այն աշխարհում, ոչ չերևացողներից, ոչ երևացողներից, որտեղ մենք մի երկյուղ ունենք, ի Քրիստոս, Աստծուց երկյուղ ունենք, որովհետև եթե ամբարիշտ կյանքով ապրում ենք, Աստծուն ենք կորցնելու և իրան չենք տեսնելու, երկյուղը դա է, ոչ թե վախենում ենք գեհենից, արժան ենք, պետք է գնանք այրվենք, այլ երկյուղը նա է, որ սիրուց ենք զրկվելու, չենք տեսնելու Աստծուն, Քրիստոսին, դրա համար Աստծու երկյուղը պետք է ունենանք, որպեսզի Աստված իր սիրով մեր այդ ներսի մեղքերի գլուխները վերացնի, որպեսզի այդ քարը տեղաշարժվի, որպեսզի մեզ հարություն պարգևի, և իցավ սրտի, որքան իմ հիշողությունն է այս հավատավոր կյանքի մեջ, գրեթե մարդկանցից ոչ ոք էլ չի ուզում փոխվի, ոչ մեկ չի ուզում հրաժարվի մեղքերից, համարելու, որ դա մեղք չի, բայց Աստված այդպես չի սիրում, Աստված սիրում է, որ գտնես այդ մեղքը, հասկանաս այդ մեղքը, անգամ եթե չեն հասկանում, եթե հավատքով մարդ ես, Աստծուց պետք է խնդրես, ասես իմ մեղքն եմ ուզում տեսնեմ, Տեր, ուրիշ բան չեմ ուզում տեսնեմ, ոչ ուզում եմ մարգարեություն տեսնեմ, ոչ ուզում եմ ապագան տեսնեմ, իմ մեղքերն եմ ուզում, որ ազատվեմ մեղքերից, որ ի վերջո այդ մեղքի քարը բացվի և դուռը բացվի, և դրա համար այս երկար տարիների ընթացքին, որ նայում ենք, 1000-ից մեկն է փոխվում, շատ քչերի, մեկը իր ծխելը չի ուզում թողի, մեկը իր խմելը չի ուզում թողի, ոչ մեկ չի համարում, որ դա մեղք է, մեկը չի ուզում իր նյութը թողի, նյութապաշտությունը թողի, մեկ ավտոյից կառչված ավտոն դարձել է կուրկ, տարբեր տեսակի մեղքերի բաներ կան, անգամ հանդերձները, հանդերձնել ենք կարող կուրտ սարքենք, էլ չեմ ասում մնացած մեղքերը, որ շարաններով կապված են, մեկը նախանց բնավորություն ունի, այդի սրտի ծածուկ այդ բանն է, ապականված սիրտն է, որ նախանձը կա իր մեջ, որը ամենամեծ մեղքերից մեկն է, անգամ բարկություն, ցասում, որ կա, նախանձը դրանցից առավել է, մեկը իր բարկությունը չի ուզում թողի, անգամ հոգևոր կյանքում, թե հոգևորական լինի, թե աշխարհիկ լինի, բարկացկոտ բնավորություն են ունենում, բայց էլի չեն կարողանում ազատվել, ասում են չենք կարող փոխվել, բայց այդ բարկությունը
Եվ հայրերի ասածով այն փոքրիկ անգամ մեղքը, որ մնում է, որ չեք թողնում, այդ փոքրիկը ձեզ տանելու է, կործանելու է վերջում։ Անգամ կարող է բավականին առաքինությունների գործեր ալնի մարդ, բայց մի մեղքից չհրաժարվի, որ փոքր է համարվում, բայց հետո կգան, հիշում եք դատախազները ովքեր էին, սատանան է ու իր դևերն են հերթով գալիս են, որ ասել են, որ ինչ մեղք ունի, ինչ մեղք ունի։ Ճիշտ է, առաքինությունների համար էլ հրեշտակները կգան, արդեն Աստված գիտի, ում կփրկի, ում կողորմի, ում կգթա, բայց ավելի լավ է մենք սիրտը մաքրենք, սիրով է ցանկություն ունենանք, որ մեզ մաքրենք։ Միշտ ասել եմ, ներսն է կարևորը, արտաքինը կարևոր չի, մեր այդ ներսի գազանն է մեզ տանելու գեհենի կրակ։ Դրսի գազանները, եթե ներսով Քրիստոսի հետ ենք, Քրիստոս մեր մեջ է, մենք Քրիստոսի մեջ ենք, Քրիստոսի լույսը պահապանա մեզ ամբողջ Պարիսպա, Բերթա, ամրոցը, ապավենը, ոչ մի դրսի գազաններ, թե 7 լինեն, թե 10, թե 17, մեզ բան չեն կարող անել։ Մեզ ընդամենը մեր ներսի գազանը կուտի, եթե մենք չփոխվենք, եթե մնաց այդ ապականգված ու խորամանկ սիրտը մեր մեջ, ապա մենք կործանվելու ենք։ Եվ հերթով Երեմիայի մարգարեության մեջ ազգերին տալիս է, ոնց է Աստված կործանելու իրենց քաղաքները, իրենց մարդկանց, որ ով մայի համար է պիտի գնա դեպի մա, ով սրի համար է պիտի դեպի սուրը գնա, և տեսակ սաղ պատիժները, բայց ասում է ձեր մահ չեմ ուզում, եթե դարձի կաք նորից զղջակ, կփոխեմ այդ ամբողջը, նույն էլ հակառակը, և նույնը կա Եզեկիալի մարգարեության մեջ, նույնը կա Եսայի մարգարեության մեջ, բոլոր մարգարեները վկայել են դրանց մասին ու նահատակվել են, բոլորին գազանաբար սպանել են, մինչև այսօր էլ աշխարհը սպանում է արդեն ոչ միայն Աստծո մարդկանց, այլև մաքրամաքուր երեխաներին, որտեղ մաքուրներին են սպանում և Աստծո պատիժը շուտով կլինի, դրա համար պետք է մենք փոխվենք, մենք անձնապես, ամեն մի անձի փոփոխությունը Տիրոջ օրհնությունը բերում է նաև երկրի ու ազգի վրա, ամեն մի հոգու։ Հիշում եք Ավետարանի մեջ կա որ ասում է, մի հոգին որ փրկվում է ուրախություն է և խնջույք է երկնքում, հրեշտակներն են ուրախանում։ Եվ դրա համար եթե մի հոգի էլ մեզնից փոխվում է, իր այդ մեղքերը ջնջում է, Աստծո օրհնությունը գալու է, թե ազգի վրա, թե երկրի վրա, որ Տերը պահապան լինի, որ այն, ինչ որոշել էր Տեր Աստված, որ պատժեր մեզ, կփոխի իր։ Տենց կորցրեցինք, հերթով կորցրել ենք, մեր պատմությունը նայում ենք, ամբողջը կորցրեցինք, մենք 10,000-ավոր եկեղեցիներ Արևմտյան Հայաստանում ավիրվեցին, Նախիջևանում, ամբողջ Փայտակարանը, մինչև Բաքու, որ ամբողջ եղել է Հայաստան աշխարհը, հիմա էլ Արցախ աշխարհն է, որ մեր այդ գանձերն են կորցնում ու պղծելու են ու ապականելու են, և այդ ամբողջը մեր մեղքերի պատճառով։ Այդ բարբարոսներին մեզ ուղարկում է ծեծելու մեր մեղքերի համար, ինքը ուզում է, որ մենք փոխվենք։ Եվ երանի թե փոխվենք, Աստծո զորությամբ, Աստված օգնի, որ կարողանանք ազատվել այդ մեղքի ճահճուտից, ոնց որ աղբյուրը անընդհատ իր աղբյուրը տալիս է ջուրը, չի կտրվում։ Մի փոքրիկ լճակ է լինի, որ չուզում իր ջրից ոչ մի բան տալ, որ չի տալիս, սկսում է ճահճանալ ու դառնում է ճահիճ,
որտեվ այդ հոսքը չկա։ Նույնն էլ մարդ արարածն է, եթե աղբյուրի պես մենք տալիս ենք մարդկանց, կարևոր չի նյութա, ինչա, հոգևոր կերակուր ես տալիս, քո լույսն է սփռում, դու անընդհատ Աստված զորացնում է այդ աղբյուրը քո հետ կենդանի լինում է, բայց եթե ասես փակվում ենք ու չենք ուզում ոչ մեկին ոչ մի բան տալ, դառնում ենք այդ ճահիճը, որ մեզ խորտակելու է տանի կործանում։ Եվ դրա համար է Պողոս Արաքյալն ասում, երանելի է տալը, քանց թե առնելը։ Այնքան երբ որ տալիս ես մի անծանոթ, մի մուրացիկ մարդու, գալիս է դեմից, գալիս թաքուն տալիս ես մի անգամից գումար ու գնում ես, հոգիդ ոնց է ուրախանում։ Հոգիդ այնպես է ուրախանում, երբ որ օգնում ես անապահով, այդ վատ ապրող ընտանիքների։ Եվ դա չի մոռացվելու։ Աստված դրա համար իր վարձը երկնքում կտա, որտեղ ասում է, որ հոգ տանի աղքատի մասին, հա, անվարձ չի մնալու, Տիրոջ օրհնությունը լինելու է։ Իր կյանքի ընթացքին Տերը ապավեն է լինում վերջում, որպեսզի պահապան լինի իրեն։ Բայց կան մարդիկ ցավոք սրտի, որ իրենց հարազատներին չեն ուզում ոչ մի բան տալ։ Ընտանիքում անգամ, էլ չեմ ասում անծանոթներին։ Եվ այս հավատքի ճանապարհը ընդհանրապես Աստված տանում է այնպես իրաններին, որ վերջում տեսնում ես, որ բոլորից պիտի կտրվես։ Վերջում մնալու ես մենակ, որ միայն Աստծու հետ մնաս։ Ցույց է տալիս, որ գրեթե ոչ մեկ չի փոխվում։ Անգամ ընտանիքից էլ ես կտրվում, հոգևոր առումով։ Հետո եթե դառնաս կատարելություն եւ նաեւ մարմնի առումով, գնալես փակվես, միայնակ մնաս, դրա համար սրբերը գնում առանձնանում էին եւ մնում էին միայն Աստծու հետ։ Որտեւ ասում եմ մարդի որդի, քո ընտանիքը հենց քո թշնամիներն են։ Ճիշտ է, թե խորհրդավոր է եւ թե իրապես է, որտեւ եթե խորը հոգևոր գնում ես, քեզ ոչ մի չի հասկանում, չի էլ ընդունում։ Շատերը չգիտեմ ինչ տեղ են դնում, որոշները գժի տեղ են դնում, որոշները, չգիտեմ, ծայրայով ինչ-որ մեկի տեղ, բան տեղ չեն ուզում դնել։ Եվ միայն Աստված է հասկանում, տեսնում մարդկանց սրտերը, հոգիները եւ երիկամունքները։ Ոչ մեկին չի կարող տեսնել սիրտը, քննել սրտերը։ Որտեղ սիրտը զուտից մսի առումով չի, հոգևոր առումով է սիրտը, դու ոնց ես ներսում։ Փառք Աստծուն։ Ասում եմ մի տխրի, որ կորցրել ես ընկերոջդ։ Այդ տխրեք նրա համար, որ ինչ չկորցնեք։ Այնպես ապրեք, որ ինձ չկորցնեք, Քրիստոսն ասում։ Վաղ թե ուշ բոլորին կորցնելու եք, որ այս աշխարհից գնանք, թե բոլորին էլ բոլորից հրաժեշտ ենք տալու։ Բայց այնպես ապրենք, որտեղ այս կյանքից անդին Քրիստոս էլի կա, որ ընդեղ լինենք իր հետ։ Այդտենց ապրենք։ Եվ Տեր այդ զորությունը տա իր օրհնությունը, զորությունը, լույսը, ջերմը, սերը, որպեսզի մաքրվի մեր ներսում ամեն բան։ Եթե մեր գայթակղության անդամները մեզ գայթակղում են, թող հատի բոլորը։ Մեզ ոչ մի բան պետք չի, ավելի լավ անձեռ լինեմ, անվուտ լինեմ, կամ առանց մի որևիցի անդամի, բայց արժանանամ Աստծու սիրուն, քանց թե բոլորը առողջ ունենա, բայց գնա կործանվի։
թող Տիրոջ կամոք լինի, ես կուզեի, որ փոխվենք բոլորս, թող սուտ խոսողը սուտ չխոսի, բարկացողը չբարկանա, որպեսզի խորանից խաղաղությունը փոխանցի իր խաղաղությունը, եթե մարդ բարկած կոտ է, ինչպես է խաղաղություն փոխանցում։ Պետք է փոխվենք, բայց ցավոք սրտի ասում եմ, եթե մարդ չտեսա, որ ուզում է փոխվի, ինձնից սկսած։ Եվ Երան թե Աստված զորացնի, որպեսզի կարողանանք փոխվել, ինքը այդ փոփոխությունն է ուզում, այդ դարձն է ուզում։ Երբ որ մնում է միայն ծիսականը եկեղեցում, այդ ներսինը չկա, զուտ դառնում է բաժակի դրսի կողմը, ներսը չկա, դատարկ է, հոգին չկա, զուտ մարմնականն է, բայց քավլիցի, դա էլ է անհրաժեշտ, բայց իրար գրկած է պետք է։ Շատ տեղերում զգացած կլինեք, որ երբ որ քարոզ է արվում, անգամ խորանից, եթե քարոզիչը ապրում է ուրիշ կյանքով, հա, նկատի ունեմ ամբարիշտ կյանքով, բայց շատ գեղեցիկ խոսում է գրագետ, բայց մարդկանց սրտերի մեջ դա չի մտնում ներս, հոգուց։ Բայց երբ որ մեկը բարեպաշտ ապրում է, սրբակենցաղ ապրում է, շատ կարող հասարակ խոսի, բայց այդ խոսքը մարդկանց սրտերի վրա ազդի ու մտնի ներսը, որպեսզի այդ խոսքը կարողանա կատարել։ Եվ տենց է միշտ, առանց կասկածի։ Հիշում եմ, մի քանավոր բաներ էր խոսում, բայց գիտեին շատերը իրան, մեկը հեռվից ցույց էր տալի։ Քո ասածը քո ականջը լսում է, բայց այսինքն նախ պետք է մենք կատարենք գործով, որպեսզի նոր կարողանանք խոսքը փոխանցել։ Հայերը դա գրում են, սկզբից հավատքն է, հետո գործն է, հետո նոր խոսքն է։ Եթե գործը չկա, խոսքը իրանք էլ չունենք խոսելու, որտեղ ես չեմ անում, ինչպես սովորացնեմ։ Եթե ես շնանում եմ, ինչպես ասեմ, մի շնացիր։ Եթե ես բարկած կոտ եմ, ինչպես ասեմ, խաղաղություն քարոզի։ Այդ սաղ բոլորը իրար հետ կապված են։ Այդ կապերը թող Տիրոջ ողորմությամբ քանդվի, որ այդ մեղքերը հեռանան, որ մնա մաքուր մի սիրտ, որ կտեսնի Աստծուն։ Տիրոջը Հիսուս Քրիստոսին ամեն։